Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, հուսամ լավ եք, շնորհակալություն այս ուժամին միանալու համար, ժողովուրդ ջան, ես իհարկե ընթացած մեր ընկերները որևէ հավաքվեն եթերի ընթացքում էլի կկրկնեմ, տեսեք, կարող եմ առաջարկել, քանի որ արձակուրդայում 2 շաբաթով հեռուստատեսությունում, կարող եմ առաջարկել եթերները շատ ուշ չսկսել, այսինքն ժամի համար եթե կան դիտարկումներ ընդհանուր հասկանանք, որպեսզի բոլորիս հարմար լինի, հա։ Չնայած նենց չի, որ ցանկացած ժամի կարամ անեմ, որովհետև ամեն դեպքում օրվա մեջ գործեր լինում են, բայց ամեն դեպքում կարող ենք մի քիչ ավելի շուտ սկսել։ Եթե նման ցանկություն կա, եթե ժամի հետ կապված խնդիր չկա, ապա ինձ համար նորմալ է, իհարկե փորձում եմ 11-ը պահել, միշտ ժամը 11-ից մտնել միշտ չի ստացվում, հայավարի ուշանալը լինում է։ Տենում եք, երբ որ մենք ասում ենք հայավարի, միշտ բացասական բաներն ենք, էլի, մեզ բնութագրում, այս էլ բադ բանա պետք է շտկել։ Մի քանի բան եմ առանձնացրել ճիշտն ասած, որոնք որ իմ կարծիքով իրար մերժ են, ու ինձ համար շատ ցավալի է, որ դա այդ իրարամերժ արտահայտությունները թույլ են տալիս ոչ թե սովորական քաղաքացիներ, որ ինչ-որ բան շատ չի էլի տպավորվի հասարակության շրջանակներում, այլ հեղինակավոր մարդիկ, ովքեր որ մեկ մի բան են ասում, մեկ մի բան, ու ուզում են, որ դու ընդունես, երբ որ նենց են ասում, նենց, երբ որ սենց են ասում, ընդունես սենց։ Սրանից էլ վերցնում են երիտասարդները իրենց անփորձությամբ ու սկսում ինչ-որ կերպ մանիպուլացնել թե իրենց, թե իրենց հետևորդներին։ Եկեք լավ, հերթով գնանք, ուրեմն նախ աչքովս ընկավ հետևյալ գրառումը, կարելի է երևի այլ բաներ մի քիչ առանձնացնել, բայց չեմ ուզում դեռևս սրել, կիրակի օրերը մի քիչ ավելի թեթև եթեր եմ ուզում ունենամ, անգամ հնարավորության դեպքում իրար հետ շփվելով, ավելի ինտերակտիվ։ Աչքովս կներեք ընկավ սենց մի հատ բան։ Ուրեմն Մայր Աթոռը Հայաստանի Առաքելական եկեղեցին դատական հայց է ներկայացրել ընդդեմ պետեկամուտների կոմիտեի։ Ուրեմն շաբաթ.news կայքն է գցել։ Մայր Աթոռը պահանջում է անվավեր ճանաչել մաքսային ստուգման ակտն ու բողոքարկման հանձնաժողովի որոշումը։ Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցին դատական հայց է ներկայացրել ընդդեմ պետական եկամուտների կոմիտեի։ Եկեղեցին պահանջում է անվավեր ճանաչել հետ բաց թողումային հսկողության և ստուգումների վարչության կողմից կազմված մաքսային ստուգման ակտը, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշումը։ Հիմա անկեղծ եմ ասում, բացարձակ չգիտեմ ինչի մասին է խոսքը, բացարձակ մարդ եմ, ով թերթում է ու սենց բան է տեսնում։ Հիմա ինձ ասեք, երբ որ եկեղեցին պետական այս կամ այն կառույցին դատի է տալիս, կարող ենք ընկալել, որ եկեղեցին դուրս է եկել պետության դեմ։ Չէ, այն որ կտրիճը իր թիմով դուրս է եկել պետության դեմ ու շատ վաղուց, այդ հասկանալի է, բայց դա դեռ մի բան մոռանանք, էլի, ասենք թե սենց նորմալ է ամեն ինչ, բոլորիս հետ համաձայն ենք, որ պիտի ոչ մեկի գործերի մեջ չխառնվի, ու սենց մի հատ վերնագիր ենք տեսնում։ Այն մարդիկ, ովքեր որ ասում, այն մարդիկ չէ, այն քաղաքական գործիչները, ովքեր որ ասում են, եկեղեցին սահմանադրության անջատ է պետությունից, okay։ Ուստի չի կարող, չգիտեմ, բանը իրենց ձևակերպամբ կաթողիկոսը հրավիրվել դատարան, չի կարելի դատել սրբազաններին, սենց բաներ են խոսում, անկախ ամեն ինչից, այսինքն վեր պետական են, էլի։ Հիմա ես հարց եմ ձեզ տալիս, եկեղեցին այդ որ պետությունից անջատ է, կարա պետական որևիցե ինստիտուտի դատի տալ, եւ արդյոք դա չի դիտարկվի, որ եկեղեցին դուրս եկել պետության դեմ, նույն լոգիկայով ձեր առաջարկած։ Իհարկե ձեր առաջարկած լոգիկայով կարելի է այդպես մտածել։ Այլ պարագայում ոչ։ Ինչպես որ չի կարելի ձևակերպել, թե պետությունը դուրս է եկել եկեղեցու դեմ, կամ իշխանությունները դուրս են եկել եկեղեցու դեմ եւ դատի են տալիս սրբազաններին։ Կներեք, եթե կա դատի տալու ինչ-որ բան, դատի են տալիս։ Թող գնան արդարանան դատարանով ինչ ա եղել, ինչ կա դրա մեջ։ Մի կողմից ընդդիմադիր պատգամավորները շեշտում են, թե նրա ավազանի անունը մի տվեք, նա անձնագիր ունի եւ անձնագրի մեջ գրած է Գարեգին B։ Այդ անձնագիրը ինչ է նշանակում։
Այդ անձնագիրը արդյոք պետության անձնագիր չէ, այսինքն անձնագիր չէ այնպեսին, ինչպեսին իննա, որը ենթադրում է որոշակի պատասխանատվություն, պարտավորություն, բացի իր գործունեությունից զատ, որ պիտի ենթարկվի պետության օրենքներին, իրավահպատակության մասին բացարձակ ոչինչ չի նշանակում, բայլխի անձնագիր գրում։ Եվ այսօր Աննա եկեղեցում վարչապետով մասնակցել էր պատարագին, հետո ոնց հասկացա, պատարագի ժամանակ հնչել էր կաթողիկոսի հատվածը նույնպես, երբ որ սուրբ են ասում։ Ու ես նայում եմ սրան սատարողներին կամ սրանց սատարողներին, էլի մեր քաղաքացիներն են, իրենք իրենց պատկերացման, բացարձակ ոչ մի խնդիր։ Ոգևորված գրում են դրա մասին։ Նրա այդ բանի հրեշի, չգիտեմ, ամեն մեկը մի ձևակերպում, ներկայությամբ հնչեց դա բացած բաներ են անում, պաթոսախառը։ Դա կամ տիկնայք եւ պարոնայք։ Եկեք մի հատ գանք ամենասկզբից, էլի։ Ես ուզում եմ հասկանամ, դուք իսկապես քաղաքական չեզոքության պայմաններում եք սատարում Գարեգին Բեին, թե հենց քանի որ քաղաքական առումով ձեր կողքին է, դրա համար եք սատարում։ Այս հարցը շատ լուրջ է։ Սա պետք է հստակ պատասխան լինի այստեղ, որովհետև այդտեղից է բխում մնացած հակասությունները։ Հասկանում եք։ Եկեք վերցնենք մի հարթ իրավիճակ։ Ասենք թե դուք սատարում եք Գարեգին Բեին։ Դա ձեր գործն է, ցանկացած մեկը ունի իրավունքներ։ Իսկապես դա քաղաքական չեզոքությունից է բխում։ Ես կարող եմ տեսնել այնպիսի մարդկանց, ովքեր որ նախկինների աջակիցները չեն։ Ախր, երբ որ տեսնում ենք այդ աջակիցներին դեմքերով, երբ որ տեսնում ենք, որևիցե մեկը չի կարող, այն առողջ մտածելակերպով մարդ չի կարող կանգնու ասի, որ այդտեղ քաղաքական բան չկա։ Չէ, դուք էլ գիտեք, որ դա այդպես է։ Որովհետև, օրինակ, սրբազաններից ոմանց դուք նույնպես սատարում եք, ընդհանուր միջև այն բան, երբ որ իրանք կանգնեցին ու բարձրաձայնեցին, որ այո, խնդիրներ կան։ Այդ ժամանակվանից ձեզ համար դարձան դավաճաններ, բան, չգիտեմ, գետադարձներ, ինչ ասես, ինչ անուն ասեք, կպցրեցիք։ Այ որովհետև դուք այ հենց դրանով խոստովանում եք, որ Գարեգին բան քաղաքական է, որ մեր եկեղեցին վերնախավը քաղաքականացված է։ Դուք ինքներս դա խոստովանում եք։ Հասկանում եք։ Այսինքն ստեղ մենք որևիցե մեկին չենք էլ համոզում, թե գիտեք ժողովուրդ, նրանք քաղաքականացված են, ուրեմն ուստի, չէ, դա դուք ինքներդ ցույց եք տալիս։ Չէ՞ որ օրինակ Աստծո առաջ բոլորը հավասար են, եկեղեցու առաջ բոլորը հավասար են։ Չէ, տենց է, չէ։ Ահա։ Եկեղեցու այս դեպքերի ժամանակ մենք ինչ ենք տեսնում։ Ովքեր են գնացել ու սատարում քաղաքականապես կամ եկեղեցականների կողմից քաղաքական հայտարարություններ են լսում, չէ։ Բա այդտեղ է կոնկրետ իմ ու ինձ նման շատ քաղաքացիների անհաշտությունը։ Բայց եկեղեցին քաղաքականությունից վեր մարմին է, դուք ասում եք դա։ Բա ո՞նց է քաղաքական պահում։ Ով կարա ձեզանից որևիցե մեկը այս հարցով զրուցենք, շփվենք, զրուցենք։ Եթե կլինի առողջ բանականությամբ մեկը, ով պատրաստ է առանց հավելյալ վիրավորանքների, որովհետև դա լավ տեղ չի տանի։ Այս թեմայով եթեր մտնի, միասին եթեր անենք ու զրուցենք, շփվենք, իմացեք, որ իմ էջը բաց է ձեր բոլորիդ համար։ Եկեք շփվենք։ Եթե իհարկե ձեր խնդիրը պառակտումը խորացնելը չի քաղաքականապես։ Մնացածը իմ գնահատականները բոլորին էլ պարզ է, բոլորն էլ գիտեն ինչոց է, բոլորն էլ ճանաչում, տեսեք, մարդը կանգնել է, նայեք, հեղինակություն, ասենք, իմ կարծիքով սրբազան հայր է, չգիտեմ, ես իրան չեմ ճանաչում, բայց մենք եկեք լսենք ինչ է ասում, էլի։ Նայեք։ Մեղադրանքները, որ խառնված է քաղաքականությանը եկեղեցին, նաև հեգնում են ասելով, որ վերհապար հայրապետը անձամբ գնաց եւ Սամվել Կարապետյանին այցելեց տնային կալանքի ժամանակ, ինչպես նաև ասում են, ինչու է վեհարանում Սամվել Կարապետյանի լուսանկարը փակված հետո ինչ որ բարեգործություն է արել։ Վեհարանը եկեղեցի չէ նախ։
եթե սկսենք դրանից։ Եվ երկրորդը Վեհարանի ամբողջ նորոգությունները կցակառույցներով ամեն ինչով սկսած կահավորումով բարեգործությամբ է արված Սամվել Կարապետյանի։ Մենք ամեն տեղ մեր բարերարների նկարներ ունենք դրած։ Գնացեք Գարեգին առաջին կենտրոն, գնացեք Վաչե Թամար Մանուկյան մատենադարան։ Այնտեղի բարերարների նկարներն են դրած։ Այստեղ էլ այդ բարերարի նկարներ դրված։ Ինչ կա դրանում։ Մենք խո իկոնա չենք սարքել դրել եկեղեցու։ Այդ տգիտությունն է եւ այդ ընդհանրապես մի ցալքանի ուղերի աշխատանք է։ Ուրիշ բան չեմ կարող։ Հիմա Սույն ազնվորությունը, ես չգիտեմ, երևի սրբազան հայր է։ Նախ վիրավորում է մարդկանց գնահատական է տալիս, ինչը քրիստոնյայի վայել պահվածք չի։ Դու ստեղ դասատու չես, գլխներից տեր չես, ես իմիջ չես, որ դրել ես մի հատ էլ գնահատական ես տալիս, դե գիտություն բան, գնահատականը չի, կոնկրետ վիրավորանք։ Բայց առաջ գնալով ասեմ հետևյալը։ Ուրեմն ես հիշում եմ սրբազան շարժում կոչված այդ ջիհադիստական հակապետական ցույցերի ժամանակ, երբ որ բանին Բագրատին Գալստանյան կամ այն մյուս սրբազաններին բան են ասում, սրանք ոնց են արդարանում, ասում են որտեղ որ սրբազանն է կամ կաթողիկոսն է, այդտեղ եկեղեցի է։ Իհարկե հասկանում ենք, որ մի քիչ բանի իմաստով, հա, երևակայական իմաստով, բայց այնուամենայնիվ իրենք ասում են, հո դուք տգետ չեք, որտեղ որ սրբազանն է, այդ վայրը եկեղեցի է արդեն։ Հիմա այս լոգիկայով եթե դուրս են գալիս, վեհապար կոչվածը ներկայացողը վեհարանում ամենաշատ ժամանակն անցկացնում։ Դա այդ լոգիկայով նույնը չի, մենք ոնց պիտի մտածենք։ Ասենք այնքան եք խառը բաներ ասել մարդկանց, ամեն մեկը միշտ երբ որը հարմար է ասել եք, որ մարդիկ իսկապես ասել են դա ռաբլդ քաշեք գնացեք է։ Անգամ դուք ինքներդ կարող եք խոստովանել ու ձեզանից շատերը խոստովանել են արդեն, որ հենց իսակատարությունները կապված մկրտության, պսակադրության, այսինքն քաղաքացիների համար ծառայությունները որ կան, դուք ինքներդ անգամ ասում եք, որ շատ դեպքերում օրինակ քավորի ընտրությունը բան ձևական բնույթ ոնց որ թե կրի։ Մարդիկ այնքան էլ տես հասկանալով չեն գալիս եկեղեցի իրաց պսակադրության իմաստը, բան ասած, թողնեմ մենակ դուք եք բողոքում, սելը ճռալու տեղը սելվոնա ճռում։ Դա հենց դրանից է, որ ամեն մեկը մի բան միշտ ասել է, ու ձեր վարքագծով մեծ հաշվով չեք փայլել։ Ու մարդիկ շատ դեպքերում իրենց մկրտությունը, պսակադրությունը, որքան էլ մարդու կյանքում չափազանց կարևորվում է այդ օրը, շատ կարևորվում է։ Այնուամենայնիվ եկեղեցի գալիս են ավելի շատ, որովհետև ձևն է տենց։ Հասկանում եք, այս ամեն ինչը ձեր թերություններն են։ Մի կողմից դուք կարող եք ասել, որտեղ վեհապարն է, դա եկեղեցին է, մյուս կողմում ասեք վեհարանը դա եկեղեցի չի, մի նկարն է դրել։ Իմիջայլոց ես հասկանում եմ ինչ ասում։ Հա, դες բան կա, որ բարերարի նկարը լինի այդ տվյալ տարածքում։ Դες բան կա։ Նախ բայց չգիտենք ինչ գումարների մասին է խոսքը, իսկ նման բանը, ասենք Էջմիածինը դա համայն հայության քրիստոնեության կենտրոնն է, հասկանում եք, ու այնտեղ մի հատ քար որ տեղաշարժվում է, լավ կլինի որ հրապարակային լինի ու թափանցիկ լինի, հասկանալի լինի։ Մենք չգիտենք այդտեղ փող է լվացել թե մաքուր բարերարություն է եղել, բայց ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխանում, դու հարցը չի։ Նկարներ դրել եք, բայց sense որ ձևակերպում եք, նախ ծանոթացեք դրանից առաջ ոնց եք ձևակերպել, հիմա ոնց հասկանանք։ Եվ երկրորդը գետը դու ես ապուշ։ Ասենք եթե հիմա օրինակ դու, չգիտեմ, մեկ այլ թեմաներից գլուխ չանես, ուրեմն տգետ ես։ Ու եթե մարդ կա, որ քրիստոնյա է, բայց քրիստոնեությունից գուցե իրան համարում է քրիստոնյա, բայց մի քիչ չի հասկանում քրիստոնեությունից, ուրեմն տգետ է։ Տգետը դու ես, ախմախ։ Դու տգետ ես։ Այ տեսնում եք, դուք զորով ձեզանից վանում եք մարդկանց։ Հետո էլ ասում եք, այ մեր հետ սենց են վերաբերվում, սենց խոսույթ կա, այնը կա, բայց այդ ո՞ր ժողովուրդն է խոսում։ Այն ժողովուրդն է խոսում, որտեղ առնվազն 26-27 տարի ձեր կտրիչը դարել է բան, Գարեգին բ։ Բայց այդ ժողովուրդն է խոսում։
Այն ժողովուրդը ում բարոյական առումով եւ քրիստոնեական արժեքների առումով զարգացման գլխավոր պատասխանատուն դուք եք։ Բա ո՞րն է ձեր գործառույթը։ Ո՞րն է Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու գործառույթը։ Ասենք, եթե ժամանակագրություն կազմենք, ինչ արժեքային հարստությունա թողել այս 26 թողնում այս 26 տարիների գործունեության ընթացքում 27։ Ինչա թողնում ժառանգներին։ Ինչ։ Նա դուք ձեզ հաշիվ չեք տալիս, չէ՞ որ մի քանի բանի տիրապետում եք, գիտեք թե դուք շատ բան եք հասկանում, մնացածներ տգետ են։ Դրա համար եք դες բնութագրում։ Ոչ խարեք։ Բայց մյուսը լսեք, սա դեռ ջանդամ։ Այսպես ինչ ուզում խոսում են, չեն մի հատ խորհում դրա շուրջ։ Ես մյուսը լսեք, Դադիվանքի ընկադեն, որ տերտերա հրճակված, վերանշանակվեց Եռաբլուրում, ինչքան հասկացա տղերքն էլ տենց պատերազմից թռած, ինքն էլ Դադիվանքում կհիշեք վերջին օրերին, որ ասում էր, բան, իրան գովազդում էին, էլի շատ, բացառվում է, որ ես լքեմ Դադիվանքը, բան, խի էլ արեկար, խի թողեցիր եկեղեցիդ եկար, բռնել էիր, քարերն էիր գրկում, չգիտեմ, կինո էիք նկարում, ազդում էիք ժողովրդի քաղաքականապես ազդում էիք ժողովրդի տրամադրությունների վրա, հետո վաղ եկար սուսպուս եկար։ Ու նայեք ինչ արտահայտություն անում։ Ասում եմ, եթե մեկը կա, որ ասում է Արցախը Հայաստան չէ, Հայաստան չէ, ես կարող եմ ասել, ինքն էլ հայ չէ, թող գնա գեները ստուգի, Տեր Հովանես։ Ուշանացում կա, պետք է ոտքի կանգնենք և ցույց տանք, որ հայը երբեք ծնկացուճոք չի ապրել։ Երբ ինձ հարցնում են ինչ կցանկանաս քո ժողովրդին, ասում եմ 90-ականների սեր, մենք դրանով հաղթանակ տարանք։ Հիմա, Տեր Հովանես, քեզ սատարում է, օրինակ, ուժեղ Հայաստան բանը, ֆրակցիան, ազգային ժողովի, անգամ իրենց ներկայացուցչի որպես ազգային ժողովի նախագահի տեղակալ բանի ժամանակ, քննարկումների ժամանակ իրենք կիսատ թողեցին քննարկումները ու եկան եկեղեցի սատարելու, չգիտեմ ինչ։ Հիմա դու լսել ես երբևէ, որ Նարեկ Կարապետյանը կամ Սամվել Կարապետյանը ասում են, որ Արցախը Հայաստան է։ Լսել ես երբևէ տենց բան։ Այնտեղ ես նկարի մեջ տեսնում եմ Գեղամ Մանուկյանը կանգնած, հեսա մեծացնում ենք, սա Գեղամ Մանուկյանն է։ Երբևէ մի ամիս բան էր, քարոզ արշավ էր, դրանից առաջ ինչ ասես ասում էին, էր դավաճան էին որակում էր, ինչ ասես։ Լսել ես, որ Ռոբերտ Քոչարյանը ասի, որ Արցախը Հայաստան է։ Հիմա դու ասում ես, նա ով ասում է Արցախը Հայաստան չէ, ես կարող եմ ասել ինքն էլ հայ չէ։ Նախ սա դեբիլի խոսույթ է, ապուշի խոսույթ է, բայց թողնենք խոսույթը մի կողմ։ Ուժեղ Հայաստան դաշինք։ Դուք կարող եք ասել, որ Արցախը Հայաստան է։ Կամ դուք երբևէ ասել եք, որ Արցախը Հայաստան է։ Գիտեք ինչ, ինչ-որ մի պահի կարող եմ մտածեք, որ Արցախը Հայաստան է, ու տենց ասեք, չէ՞, ոնց որ օրինակ Նիկոլը դուրս եկավ 18 թվին ասեց Արցախը Հայաստան է եւ 19 թվին։ Ասեց, իհարկե դրանով չէր, որ պատերազմը եկավ։ Ինքը դրա հասկանում էր, որ արդեն պատերազմը երևի ընկալում էր, որ անխուսափելի է ու պետք է արդեն բաբան գնալ մի քիչ ուժ ցույց տալ։ Հետո իհարկե նաեւ դրա մասին հազար տեսակ խոսույթ է եղել, հազար ձևի մեկնաբանություններ են եղել։ Փաշինյանը ինչը ոնց հասկացել ես ներկայացրել է, բայց այսքան ժամանակ Հայկ Մամիջանյանով, բանով, Մկրտչյանանով ընդեղ եք։ Դուք Սերժ Սարգսյանը այսքան ժամանակ ասել է Արցախը Հայաստան է։ Չէ, իրանք բոլորն էլ ասել են, որ Հայաստան չի։ Սերժ Սարգսյանը անձամբ բառացի ասել է, որ չի կարող որևէ մեկը ու չի կարող որևէ մեկը որ բան անի, ասի Արցախը Հայաստան է։ Անկամ վարչատարածքային միավորի մասին, երբ որ օրենք էին ընդունում այն կողմ նշած Ադրբեջան, բանը Քոչարյան Ռոբերտը շատ ավելի խիստ է դրել
Այդ հարցը անգամ Արցախում անվտանգության խորհրդի նիստի ժամանակ շատ խիստ դրել այդ հարցը վիճակները կան, գաղտնազերծված հրապարակային են արդեն։ Դե Լևոնը ասել ու ասել տղայք բայեք։ Որ առհասարակ Լևոնի ժամանակ, Ալմատիով բանով երբ որ անկախացանք, էլի Ղարաբաղը, Հայաստան չեն ընկալել ոչ մեկ։ Հիմա դու դուրս ես եկել, ասում ես ով ասում է Արցախը Հայաստան չէ, ես էլ ասում եմ հայ չի ինքը։ Այն ուլերն են կանգնած լսում երևի գլուխներն են տմբացնում։ Այս ինչ է, այսինքն երբ պետքա սենց ենք խոսում, երբ պետքա սենց ենք խոսում։ Հա։ Հիմա կոնկրետ Դադի վանքի բանը, հոգևորականը Սամվել Կարապետյանին, Նարեկ Կարապետյանին, Քոչարյան Ռոբերտին, Սարգսյան Շարժին, Մամիջանյան, Գեղամ Մանուկյան, Գառնիկ Դանելյան, չգիտեմ, այս սաղին ասես դուք հայ չեք։ Կոնկրետ ասեց։ Այս սա է, էլի, որ շպրտում ենք խոսքերը դաշտ, ու մենք համ խոսում ենք զգացմունքով, համ լսում ենք զգացմունքով, մենք բառերը, այդ դրա համար չի ստացվում մեր մոտ երկխոսությունները, որովհետև մենք իրար չենք լսում, մենք իրար էմոցիայով ենք փորձում բռնենք։ Հասկանում եք, սա աղետալի է, սա խնդիր է։ Չեք գտնում, որ սա խնդիր է։ Կանգնել է ձեզ ասում է, որ դուք հայ չեք, ու դուք ընդունում եք դա։ Ընդունում եք։ Սա մանիպուլյացիան է հենց։ Քաղաքական առումով ասել մի բան, հետո այնտեղ զգացմունքային ֆոնի տակ ասել ուրիշ բան, հետո քաղաքական պատասխան տվություն դրա համար չկրել։ Ինչ է սա։ Բա տեսեք, եկեղեցու սպասավորներից ոմանք այսպես արտահայտություններ սկսեցին անել, դրանով, որովհետև քաղաքական ուղեղ չունեն դիվանագիտական, դրա համար առհասարակ եկեղեցին պետությունից անջատ։ Ու Փաշազադեն են, տես Ալիևը չէ, Փաշազադեն, այսինքն կրոնական են մյուս առաջնորդը իրանց, կրոնի դեմ կրոնով խոսեցին, ասեցին են ձեր քրիստոնեական եկեղեցին հայառակելական, ես ինչ հողային տա, ես ինչ ագրեսորի խոսույթ է կիրառում, բայց այդ պատասխանատվությունը ոչ թե եկեղեցու վրա էր մնում, այլ պետության, հասկանում եք դուք, հասկանում եք, ինչ վտանգ եք դուք ձեզանից ներկայացնում, ընդ որում, ես էլի իմ պոզիցիան ասեմ, նայեք, եթե կլինեն մարդիկ, ես չեմ ասում մի ասեք Արցախը Հայաստան է կամ հայկական է, բացարձակ, պարզապես տեր կանգնեք ձեր ասածներին, երբ որ ասում եք, ոչ թե ասեք մի բան, հետո հենց գալիս է հասնում է հերթը գործելուն, ասում եք չէ, բայց եթե տենց չի սենցա, ոնց որ նույն ուժեղ Հայաստանը, ձևիսները, Ղարաբաղը օգտագործեցին, եկան հասան ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ, լրագրողը հարց տվեց Ղարաբաղի վերաբերյալ, ասեց չէ, դե գիտեք, դա ոնց դա Հայաստան չի։ Բայց մինչև այդ ոնց ասես, այսպես օգտագործել էին։ Նույնը Քոչարյան Ռոբերտ ասեց, չէ, բան չարեց։ Հիմա դուք քիչ եք լսում դա, որ քիչ եք լսում։ Հետո գալիս էլի մարդկանց մոտ այդ հույզերը վառ պահում եք։ Դրանով դիվիդենդները հավաքում գալիս եք, հետո վառ պահում եք։ Մի հատ երիտասարդ կա։ Հա, իմիջայլոց այս կադրն էլ դրեմ նայեք ու թեման երևի քիչ-քիչ փոխենք։ Ուրեմն սա էսնասին մայրտաշարի դիմաց է, 3 դրոշները, 2 ելեռագին, մեկը եկեղեցու դրոշը։ Ուրեմն նայեք եռագին դրոշների վիճակը, պետական դրոշների վիճակը նայեք, քրքրված, իհարկե եկեղեցու դրոշը ամբողջովին իդեալական վիճակում, 2 դրոշներն են քրքրված։ Բանինը եկեղեցու դրոշը իդեալական։ Սա է ձեր վերաբերմունքը պետությանը։ Սա է ձեր վերաբերմունքը պետությանը։ Մենք որ մեծ մի խոսեք, իրարամերժ բաներ մի ասեք, մարդ չի մանում։ Հիմա այնտեղ բացատրում ենք, երբ որ խոսում եք, բացատրում ենք, էլ թուրք, էլ դավաճան, ինչ ասես, ասում եք։ Հետո գալիս մեր ասածը կրկնում եք, բացատրում ենք, որ այ հենց այդ նկատի ունենք, դուք էլի թուրք, էլ դավաճան, ուղեղներից զոր տվեք։ Լավ, թողնենք սրանց,
Գանք մի երիտասարդի, ուղիղ երիտասարդի դեմ ոչինչ չունեմ, դուք գիտեք, ես երիտասարդները ոնց մտածեն, ինչ չմտածեն, ես միևնույնն է մենակ այն, որ իրանք փորձում են մտածելու իրենց պատկերացումներ ասել ինչ-որ ամբիցիաներ բաներ, ինձ համար գովելի է, թող ակտիվ լինեն, ոչինչ որ ես չեմ կիսի իրենց պատկերացումները եւ այլն։ Բայց ես կարծում եմ, որ սա արդեն նմանվում է համակարգված արշավի, պարզապես այս բանին էս տղային ցույց կտամ, բայց այս հարցը այդ տղան չի, հարցը խոսույթն է։ Լսեք։ Բաքուն ողջունում է Երևանի կողմից ընդունված իրական Հայաստանի հայեցակարգը։ Հայաստանում շուտով մեկնարկելու է նոր սահմանադրության ընդունման գործընթացը։ Սա Հիկմետ Հաջիևն է, Իլհամ Ալիևի արտաքին գործերի գծով օգնականը։ Երբ դարավոր ճշտամիտ ողջունում է քո արած քայլերը, պետք է հասկանաս, որ հաստատուն քայլերով գնում ես դեպի կատարյալ անդում եւ կործանում։ Իսկ ինչ պետք է ողջունի Ադրբեջանի ղեկավարությունը։ Կաթողիկոսի եւ մեծ սրբազանների նկատմամբ հարուցված քրեական գործը, գնալով փոքրացող եւ Սառնանի Մագդիս արդեն հիշեցնող Հայաստանի քարտեզը, ռազմագերիների հարցով Հայաստանի ղեկավարության կատարյալ քար լռությունը, թե տնտեսական կոլապսը, որին բերել է Հայաստանի Հանրապետության ղեկավարության անպատասխանատու եւ անտաղանդ վարած արտաքին քաղաքականությունը, որը չպետք է ողջունի Ադրբեջանի ղեկավարությունը։ Իսկ այս սահմանադրության հարցով Հիկմետ առհա ծոծրակը կտեսնես Հայաստանում Ադրբեջանի կողմից պատվիրված եւ հրամայված սահմանադրության ընդունումը չես տեսնի։ Անկախության հռչակագրի հղման հեռացումը առավել եւս Հայաստանում դեռ հայերել են մնացել։ Հայաստանում դեռ հայերել են մնացել։ Այն հայերից, որ դադի վանքի բանն ասում։ Տես, ես չեմ ուզում առհասարակ շատ վատ բան է, երբ որ Հայաստանի ներսում հայ-թուրք կանոններ կան։ Դա շատ վատ բան է։ Բայց թողնենք այդ լեքսիկոնը, դա դատապարտում է։ Բայց ջայել է, ոչինչ, լանցնենք առաջ։ Այս համակարգված աշխատանքը, որ ընթանում է մեր հասարակության մանիպուլացնելու եւ ամեն գնով սահմանադրական սպասվելիք փոփոխությունները պռավալ տալը ուրիշ բանի մասին է։ Հավատացած եղեք։ Մեր աշխարհի նախ, քանի որ շատ մարդիկ ինձ հարցնում, ես զարմանում եմ, որ մարդիկ պաստորեն չգիտեն։ Աշխարհի բոլոր երկրների սահմանադրությունները մշտապես փոփոխվում ու թարմացվում են։ Մշտապես գոյություն չունի աշխարհում։ Մենք մի քիչ թե շատ երկարակյաց պետություն, ես չեմ ասում 10 տարի առաջ ստեղծված մի պետության մասին։ Երկարակյաց պետություն, որը որ սահմանադրությունը ժամանակ առ ժամանակ չի վերանայում։ Իսկ սահմանադրությունը հետին էս բանա, որ ցանկացած կետ երբ որ վերանայում ես, մի օրենք փոխելու համար սահմանադրական էլի պետք է արագվի։ Հասկանու՞մ եք։ Մշտապես դա պետք է լինում։ Հռչակագրի հղումը քննարկումների մի մասն է կազմել ինչ-որ բանի։ Նախ երիտասարդին հուշան, երևի տեղյակ չի, եւ մեր քաղաքացիներին նույնպես ասեմ, որ մեր սահմանադրությունը ինքը իր մեջ ասում է, որ մեր հռչակագրին երբ որ հղում անում, ինքը բոլոր կետերին չի հղում անում։ Ինքը ասում է, որ կետերին է հղում անում։ Բոլորին չէ, որտեղ հռչակագիրը ինքը այտենց իրավական ուժ մեծ հաշվով չունի։ Հռչակագիրը կարևոր բան է։ Նա չի կարևոր, չի կարելի չեղարկել, դա կարևոր բան է, հռչակագիրն է։ Բայց մեր սահմանադրությունն ասում է, որ ընդրա վրա չի կարող հղում անի։ Հռչակագիրը ընդունում է, բայց հղում չի կարող անի։ Սա ասենց բան էլի։ Երկրորդ, հարգելի երիտասարդ, դուք քեզ չի թվում եւ այս երիտասարդին հետևորդներ կամ այս խոսույթը տարածողներին լսողներ։ Ձեզ չի թվում, որ շատ պարզունակ մտածելակերպ է դա, ասենք օրինակ, Ադրբեջանը շատ պարզ մի հատ բան է անում։ Ինչ է անում։ Շատ լավ հասկանալով հայ ժողովրդի մեջ եղած արդարացի ատելությունը իրենց հանդեպ, հակակրանքն ու ատելությունը, թշնամական տրամադրությունները իրենց հանդեպ, ինչ է անում։ Վերնում ասում է, մենք ողջունում ենք Հայաստանի սահմանադրական փոփոխությանը։ Ինքը հասկանում է, չէ, որ եթե դա ասում է, հայ մարդիկ հակառակ են անելու։ Ինքը շատ լավ գիտի, Հայաստանում նստած, ինքը ինչ, քո կարծիքով մտածում է, որ հենց ենք sense բան ասենք, որ ժողովուրդը գնա ու ընտրությունը կատարի, ասենք, ոնց եք մտածում։ Չէ, ինքը շատ լավ, ասեմ ավելի, եթե հանկարծ սահմանադրական հարակվե ընթանալուց լինի, շատ-շատերն են Ադրբեջանից դրական արտահայտվելու։ Շատ հենց դրա համար, որ բացասական ազդեցություն ունենա ընտրողների վրա, այսինքն դրանով աջակցում է ձեզ, Քոչարյանը Սերժական, այդ կռուգին։ Դրանով Հիկմետ Հաջիևը ձեզ է աջակցում։ Հենց դուք ասում եք Ադրբեջանի պահանջով եք դուք փոխում, նախ Ադրբեջանի մոտ փորձում եք ներկայացնել, իբր ինչքան մենք տկար ենք ու գերագնահատում եք նրանց դիրքերը ու խոնարհվում եք նրանց մեծության առաջ, այդ խոսույթը շատ օգտագործելով։ Ես ադրբեջանցի լինեմ, տենց մի հատ բան լսեմ,
որ Հայաստանում ինչ որ մեկը անդիմադիր չէ, ասենք որ բանջարաբոստանային որևիցե կուլտուրային չի լինի, դες բան լսեմ, կայնեմ մեր բակ, ասեմ ապե մենակ տենակ ես հայերը ոնց են կագե տակները, արա բան են անում, ասում են որ մեր Ալիևի հրահանգով փոխվում են դες, սա կտենց հպարտանալու առիթ, ու դուք այդ առիթը, ասեմ, տարիները օրը 100 անգամով տալիս եք Ալիևի պահանջովը, նրանք լսում ու մարսում ու կայֆավատ են բռնում ու ասում են կեցե Ալիևը ու ավելի են համախմբում Ալիևի շուրջը, այնինչ դες ասեմ 44 օրից հետո, եթե դուք այդ էշությունը ծառայությունը չանեիք Ադրբեջանի ներսում հնարավոր է հեղափոխության հալիք բարձրանալ անկախ Արցախում ունեցած ձեռքբերումից, որովհետև այնտեղ ամեն ինչ գնացել էր շատ թարս պլանով, բայց դուք այդ արժի ծառայությունը մատուցեցիք ու հիմա եք մատուցում, հիմա դուք կամա թե ակամա, հասկանալով թե չհասկանալով ծառայում եք Ալիևին, երբ որ ամեն օր ասում եք ստեղ, որ սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով, ու ձեզանից որևիցե մեկը չեք կարասել, իսկ որ կետն է փոխվում Ալիևի պահանջով եւ ինչ կետ ադրվում այդտեղ։ Որևիցե մեկը, որովհետեւ ընդհանուր առմամբ դեռ չկա նոր տեքստը, որ սկսվի բանավեճ։ Հասկանում եք, որ սկսվի բանավեճ, որպեսզի գա նստի իր տեղը, չկա։ Բայց դուք արդեն նախապատրաստում եք ձեր էլեկտորատին, այսինքն հասարակության լեզվան մտածողության մեջ այդ խոսույթը դնելն է ձեր նման մանրուքների խնդիրը։ Ավելի առաջ գնանք։ Հիմա եթե այնտեղ հասկանում են, որ Հայաստանում ընկալումը նենց է, գոնե մի հատվածի մոտ, թեկուզ ոչ ընդհանրական, թեկուզ մի հատվածի մոտ, ինչքան կարող են ազդեն, ցանկացած երկրի համար R1-ը մյուս երկրում ունենա որոշակի ազդեցություն։ Այնը թշնամի երկրների մեջ։ Ու ասեն ախպեր կանգնի, եթե այդ ընկալումը կա, ինչի մենք այդ կրակի վրա բենզին չավելացնենք։ Գիտեք, այդ մի քայլանի, կես քայլանի մտածողությունը ու մեկնաբանությունը, տրամաբանությունը ձեր մոտ կարա լինի։ Իսկ այդ մակարդակի տեղերում ձեր պես չեն մտածում, հանգիստ եղեք։ Իրենք դες պարզունակ քայլեր չեն անում։ Ճիշտ հակառակ, օգտվելով նրանից որ պարզունակ մտածող մարդիկ կային, այո, Հաջիևն էլ այդ հայտարարությունն արել։ Բախի պիտի չանի, որ տենում աշխատում, ախի պիտի չանի։ Եթե ես իմանամ ինչ-որ մի իմ խոսույթ ի օգուտ Հայաստանի աշխատում է Ադրբեջանում, ես անընդհատ այդ խոսույթը կլցնեմ դաշտ։ Արա, գնանք կինոներում խաղա, ոչ թե YouTube-ներում։ Արա, այկոնոման օլուխների մասին է, էլի, ես լուրջ եմ ասում։ Դու ոչխարի ձակ, դու ով ես ինձ ասես, ես որտեղ ինչ անեմ, մեկ, գնաք ճատերի տիրություն անա, մորը կասա, թող վրեդ խոսակ անչի տուն ես, ժամին դրսդուսը չմնաց, դու ով ես ինձ ասես, ես ինչով զբաղվում, սա մեկ։ Երկրորդ, եթե դու տենց խնդիր ունես դերասանների հետ, թե ով ինչով պիտի զբաղվի, գնա ուժեղ Հայաստան դաշինքում հենց իմի թատերական ավարտած լակոտ կա մի հատ, գնա դրան բան ասա, կարաց ասես արա։ Կամ գնա Վարդանիգի, Լեննականի Վարդանիգի հետ կոալիցիոն կառավարություն բան իշխանություն կազմած մի հատ պրոդյուսեր կա, կարաց բան ասես արա։ Թե այդ յոլոպուկիներ, ձեր պատկերացումով չկանք, պոլիտեխնիկը հերրակա ավարտածի չապել չկանք։ Են որ հետո եկավ պրեզիդենտ աշխատեց մի 10 տարի։ Արա 3 բառ հետդ խոսեմ, 3 բառ, կամա չես, դուք ես քրֆելով կետաս։ Հասկանում ես արա։ Այդ ձերման էշերը, այդ քո ուղեղի մակարդակը ունեցող էշերի համար են իրա։ Իրանք ցույցը դու ես։ Հասկանում, դու ու քո պես ապուշները, տգետ, անգրագետ, անիմաստ բառադիները։ Ու հա դու բառադի ես, ես պրյամո կարամ ասեմ, որովհետև չի կարա հասուն տրամաբանություն ունեցող, աշխարհ հասկացող մարդը անի այդ արտահայտությունը։ Հասկացար ձիգզող։ Չնայած որտեղից հասկանայր, հասկանայր հենա ինքնուրույն այդքան բանը կբռնեիր ու չէիր գրի էլի։ Դու գնա կինոներում խաղա։ Դու էլ գնաս ժեշտը դզի։ Իվանդներ արայ, սահմանափակներ։ Բայց, եկեք լավ, վերադառնանք շարունակենք այս մեր այս համակարգված պայքարի բանը, հա, այդ ինչ որ վերաբերվում էր բանին, Հիկմետ Հաջիևին ու սահմանադրությանը։ Իհարկե
նման այս խոսույթը դեռ շատ է լինելու, վաղուց կա ու դեռ շատ էլ լինելու է, դրա մասին դեռ առիթ կունենանք շատ խոսելու, բայց դեռ երկու ուրիշ բան էլ է։ Հայաստանում շուտով մեկնարկելու է նոր սահմանադրության ընդունման գործընթացը։ Սա Հիկմետ Հաջիևն է, Իլհամ Ալիևի արտաքին գործերի գծով օգնականը։ Երբ դարավոր ճշտամիտ ողջունում քո արած քայլերը, պետք է հասկանաս, որ հաստատ քայլերով գնում ես դեպի կատարյալ անդում եւ կործանում։ Իսկ ինչ պետք է ողջունի Ադրբեջանի ղեկավարությունը։ Կաթողիկոսի եւ 6 սրբազանների նկատմամբ հարուցված քրեական գործը, գնալով փոքրացող եւ Սառնանի Մագնիս արդեն հիշեցնող Հայաստանի քարտեզը, գնալով փոքրացող եւ Սառնարանի Մագնիս հիշեցնող քարտեզը։ Իսկ գնալով մեծացող Հայաստանի քարտեզը որտեղ կարող ենք գտնել այդ քարտեզից։ Միջազգայինորեն ճանաչված սահմաններով մեծ Հայաստանի քարտեզ, որտեղից կարող ենք ճարել ապո։ Գնալով փոքրացող, գնալով երբ որ փոքրանալուց է եղել, ախր դու էլ շատ փոքր ես եղել ապեր։ Բայց ոչինչ, ես տարիքի վրա ֆիքսվել չեմ սիրում։ Ասեմ սովորի։ Սերժ Սարգսյանը զիջել է ոչ միայն Հայաստանի սահմանամերձ տարածքներից, ոչ միայն մի քանի գյուղեր, որոնց մասին գորգռում էր Նաիրա Զոհրաբյանը, բայց հələ ոնց որ այդ գյուղերից ձենձուն չկա։ Այլ նաև զիջել էր 3 հատ անգլա փոխարենը Արցախը պահանջելով։ Հասկանում ես թե չես հասկանում։ Իմիջիալոց ՄԱԿ անվտանգության խորհուրդ նման քարտեզներ էր ուղարկել, հետո եկել լացում էր, բողոքում էր, ասում են մենք ամեն անգամ առաջարկում ենք, մենք ամեն անգամ տալիս ենք, բայց ամեն անգամ Ալիևը պահանջում է ավելին։ Չգիտեմ, դրանք լսած կլինես, չես լինի կամ եթե լսած լինես ինչպես կմեկնաբանեիր, եթե դու խանեիր, բայց մենք դա իմ հասակակիցները այդ ամենը շատ լավ ենք հիշում։ Հայաստանը գնալով չի փոքրանում։ Հայաստանը ճիշտ հակառակը, իր սահմաններն է վերահաստատել ու սահմանագծելով, սահմանազատելով, գնում ֆիքսելով, որից այս կողմեկով հիմի նայեք։ Տարածաշրջանը եռում է։ Խոսում էիր, այստեղ շարունակում ես, չէ՞, մենք ասում ես Հայաստանի ղեկավարության կատարյալ գերիների մասին տնտեսական կոլապսը, որին բերել է Հայաստանի Հանրապետության ղեկավարության անպատասխան տնտեսական կոլապսը։ Տղան չգիտի տնտեսական կոլապս ինչ է նշանակում։ Տնտեսական կոլապսը դա 90-ականներին էր։ Տնտեսական կոլապսը, ու 90-ականների կոլապսը ըմբռնելի էր դեռ, տրամաբանությունից վատ կառավարումը նույնպես մեջը կար, բայց այնուամենայնիվ ըմբռնելի էր երկրաշարժ, պատերազմ, շրջափակում ու տենց։ Բայց այդ դրանից հետո էլ ըմբռնելի չէր, ոնց են դառնում մարդիկ դոլարային միլիոնատերեր, մի երկրում որտեղ տնտեսական կոլապս կա, ու պետությունը լքում են միլիոնավոր մարդիկ այդ ֆոնին։ Եվ ինչ էր ասենք օրինակ գույք պարտքի դիմացը, ինչ տնտեսական թոքերը տնտեսապես բացելու, մի հատ շնչառությունը բացելու գործարք էր, ինչ էր։ Օրինակ 3 Firebird ընկերությունը սկսել է իր աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում։ Դու գիտես դա ինչ է։ Տնտեսական կոլապսի մեջ գտնվող որևիցե երկրում դրսից չեն կասկի մի հատ ծամունի բուտկա դնեն, դախլ դնեն։ Հասկանում ես դու այդ ինչ ապո։ Թե ինչ որ բաներ ես լսել, արագ կրկնում ես։ Դու գիտես ինչ է դա նշանակում։ Մի հատ կխփես Google-ից, ոնց նայում դրանից լավ։ Աշխարհի քանի երկրում է բացվել նման ձեռնարկություն այդ չափսերի, այդ կարևորության ու առհասարակ դա ինչ է նշանակում, ինչ է ներկայացնում իրանից։ Բան երկու բառ դրա մասին ասա։ Ինչ վերաբերում է գերիներին։ Արի գերիների մասով փորձեք, ես լուրջ եմ ասում։ Տեսեք, ես այնքան բան կարող եմ խոսել այսպես եթերով գերիների մասին։ Այնքան բան, որ դու չես պատկերացնի։ Բայց ավելի լավը գերիների մասին, այսքան երբ որ մենք չենք խոսում, դա չի նշանակում, որ խոսելու բան չկա։ Ուղղակի մենք հասկանում ենք, որ պետք չի խաղակարդ տալ թշնամուն։ Բայց դուք այնքան եք տալու, վերջում մենք նա լավ, տազով մի օր չախեմ, լուրջ եմ ասում։ Բայց այդ չախելուց հետո ես չեմ խոսում այն մյուս անձանց, ես խոսում եմ կոնկրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասով, իրականացիկից որևիցե մեկը ինչ չզանգի։ Դուք ինքներդ պիտի արգելեք նման հանրային խոսույթը։ Ու որովհետև դուք ինքներդ շատ լավ գիտեք ինչ աշխատանքները ոնց են տանում, ինչ են տանում, ինչքան կարան տանեն։ Ավելին խորհուրդ կտամ Տաշիր Սամոյեն կամ Քոջանին դիմեք, իրանք ասում էին, որ իրանք ձևը գիտեն հետ բերելու, մի հատ զանգով կարան հետ բերեն, թող զանգեն հետ բերեն։ Մենք դիմացը Հայաստան տալու չունենք։ Սա ասեմ։ Իսկ այդ ռազմա քաղաքական ղեկավարներից մեկը ովքեր ոտով գլխով պատասխանատու էին թե Արցախի ժողովրդի, թե
Արցախի տարածքների համար, լավ կլիներ դրանցից մեկը գոնե մի հատ ինքնասպանության փորձ աներ, տեսնենք Ալիևի ծնկները կդողար թե չէ, բայց չեն անի։ Ոչ թե վախենում են, այլ որովհետև պայմանավորվածությունները այդպեսինը չեն։ Սա այտենց էլի, իմիջայլոց։ Մի խոսքով, այդպես թեմաներ են գցում առաջ։ Ու մի բան էլ ասեմ, ու եթերը այսօրվա սահմանափակենք, իմ Facebook-յան շատ լավ ենք, ու ոչ միայն Facebook-յան, այնպես էլ շփվելու հնարավորություն ունեցել ենք, մի շատ լավ ընկերոջ գրառման եմ ուզում անդրադառնամ, սրանց էս հակասաֆարովյան օրենքը, որ իբր պիտի հեսա որ ձևավորվեն հանձնաժողովներն էլ բան, իրանք պիտի բերեն այդ օրենքը ու դնեն սեղանին ախպեր, որտեղ իրանք տենց մեռնում են հայրենիքի համար ու սաֆարովների Նախ գնացեք մի հատ Սերժ Սարգսյանից փորձեք ճշտել ոնց եղավ, որ կոնկրետ մարդուն կացնահարածը ազատ արձակվեց ու տեղափոխվեց, չկարեցաք նենց անեիք, որ դատվեր, այստեղ էլ գործարկի հոտեր ա գալի, դեռ մի բան էլ ազատ արձակվեց գնաց Ղարաբաղ դառավ ազգային հերոս, հետո նոր բերեք այդ հակասաֆարովյան օրենք դայաղարեք, և Ավագը Պապոյան, իմ լավ ընկեր, շատ լավ ա գրել, այ կարակ անունը փոխեք տենց դրեք, ասում ա սենց, ասում ա հակասաֆարովյան օրենք նախաձեռնող ԱՊ-ներ, գուցե ձեր մեջ գտնեք այնքան տղամարդություն և խոստովանեք, թե ինչից կամ ումից եք կաշկանդված, որ նույն մեխանիզմով մի հատ էլ հակապերմակովյան օրենք չեք մոգոնում, չլինի մտածում եք Պերմյակովը Սաֆարովից պակաս ոչրագործ, ես ինչի լակոտ էր, հարց ա տվել, կարող է ճիշտ ա ինքը շեշտել ա, որ հարցը հռետորական ա, բայց ես հարցը շատ ակտուալ ա, ինչու հակասաֆարովյան և ոչ հակապերմակովյան, ի՞նչն ա խանգարում ձեզ, իմիջայլոց, այդ վերադառնալով Արցախին, որ Արցախի համար էլի Արցվաշենը մնացած Ադրբեջանի մեջ, անկլավների հարցը, Մարիա ջան, անկլավների հարցը լուծվելու է վերջում, իրավական պրոցեսներ կան նետրայ հետ կապված, հիմա, ես օրենքը հարուտ ջան, տես, հիմա ես ժամանակի չուտ բնականաբար չեմ քննարկի, որովհետև իրանք մետ ապուշ բան են դեմ արել, որ վստահաբար պատի ա հանդիպելու ազգային ժողովում ու շատ նոր հարցեր ա էլի առաջացնելու, եթե ես հիմա քննարկեմ իրանց առաջարկած օրենքը ու նշեմ դրա բաց և ապուշ կողմերը, իրանք կգնան կաշխատեն ու կամրացնեն այդ կողմերը, կկատարելագործեն, ինչ վերաբերվում ա բանին, Արցախին, ապա կներեք, ես ես վերջերս պարզեցի, որ ոչ բոլոր արցախցիները գիտեն, թե իրականում Լեռնային Արցախը ըստ էության ինչի համար, որ սկսվել է պատերազմը ու ինչը պիտի պաշտպանվեր ու որտեղ որ պիտի ապահովեն իրավունքներն ու անվտանգության մեխանիզմները, շատ քչերը գիտեն, որ խոսքը 4442 կիլոմետր տարածքի մասին է, շատերը կարծում են, թե այն մեծն ա, որ նկարած է, որը որ օկուպացված տարածք ա համարել և հետո բուֆերային գոտի ա համարել Քոչարյանը, Սերժը, համեմատաբար, ասենք, բայց 5+2 տարածք զիջել, բան ինչի մասին է խոսքը, լավ, ես աստիճան ոչ մի բան ձեզ չեն ասել, դրա համար իրար չենք հասկանում, փաստորեն մենք պիտի Այբենարանից սկսենք հանրությունով, ոչ թե ես խոսում եմ արցախցիների մասով, այլ բոլորով պիտի իսկապես մենք զրոյական կետ վերցնենք, ու այդ զրոյական կետը պիտի լինի Այբենարանը, որ հասկանք, սա Ա-ն ա, սա B-ն ա, հետո բառեր կազմենք, հետո բառակապակցություններ, նախադասություններ, կետադրական նշանները հասկանանք, հոլովները, մյուսը ու շփվենք։ Ես լուրջ եմ ասում, լրիվ այդ մակարդակի է։ Մեկը ստից ա խոսում, մեկը ընդից ա խոսում, մեկը ընդից ա խոսում, մեկը ընդից։ Մի րոպե, ախր այդ սա պրոցես է եղել։ Ու այդ պրոցեսի մեջ միլիոնով մարդիկ են ապրել։ Միլիոնավոր ճակատագրերով իրանց, մյուս։ Մեկը նոր ա ծնվել, մյուսը վաղուց մահացել ա արդեն։ Պրոցեսը ստոտվելով ժամանակը գնացել է մեկը մյուսի հաջորդականությամբ։ Ոնց կարա ստից խոսած, էնի չուզես մեկնաբանես, էնի չուզես մեկնաբանես, մի հատ բան վերցնես, խոսես էսի ջան։ Սա անգրագիտությունն է։ Եվ հենց այդ անգրագիտությունն է օգտագործվում մեր հասարակության մեջ պառակտումներ բերելուն, խոսել իրար չլսելուն։ Սենց մի հատ անասուն որ մտնի ու ես ինչ ապուշություն խոսա։
եւ այլն։ Հենց այդ դրանք է բերում նրան, որ մենք խուսափում ենք երբ խոսել։ Խուսափում ենք, գիտեք ինչ ենք խուսափում։ Դա նույնպես վախերի մասին է։ Կոմպլեքսների ու վախերի մասին է, այո։ Մենք վախենում եւ կոմպլեքսավորվում ենք, որ հանկարծ կարող է խոսենք ու ինչ որ մինչև խոսելը ունեցած մի պատկերացման մեջ բարձրացի, որ մի քիչ սխալ պատկերացում ենք ունեցել կամ մի քիչ թերի պատկերացում ենք ունեցել։ Հանկարծ որ տեն անարել, բայց ինչ կմտածեմ։ Ժորժ մի վախեցեք դες բաներից։ Ես չեմ վախենում օրինակ։ Ու եթե մեկ էլ զրուցեմ ինչ որ նոր բան ասում եք, ասեմ հետաքրքիր է մեկ ուսումնասիրել, բնականաբար կարծիքս այդտեղ մի քիչ ճկվի, այս կողմ կամ այն կողմ։ Հասկանում եք, նորմալ է դա։ Պետք չի վախենալ դրանից։ Եվ ճիշտ հակառակ, հանրության առաջ երբ որ այդքան բան անում ենք, եթե ունենք լսարան ունեցող մարդկանցով շփվենք, ու հանրության առաջ մենք գնանք այդ քայլերին, այդ կոնսերվատիվ խաղապարված բաները կոտրելով կարծրատիպերը, հանրության համար հիանալի օրինակ կլինի դա։ Դաստիարակչական որոշակի ժեստ կլինի։ Մարդիկ կհետևեն այդ օրինակին։ Սկզբում մեկը, հետո երկուսը, հետո երեքը։ Եթե իհարկե ձեր շահագրգռվածությունների գոտումը ու ձեր հետաքրքրությունների գոտումը այդ համերաշխություն ասվածը, որը դրոշակ դարձրած, գնում եք առաջ, բայց ամեն ինչ պառակտելով։ Այսպես դադի վանքի էս աղբուշի նման, ով որ հիմի բանում է, օրեն ասում է, ով կասի Արցախը Հայաստան չի, հայ չի։ Բոլոր քաղաքական թիմերին ասում է, որ հայ չեն։ Այդ քաղաքական Քոչարյան Ռոբերտը հայ չի, ըստ դադի վանքի քահանայի։ Գեղամ Մանուկյանը հայ չի, այն այնտեղ կանգնած է, բարձում է ըստ դադի վանքի քահանայի, ինքը հայ չի։ Որովհետև Գեղամ Մանուկյանը չի կարող կանգնի ամբիոնի մոտ ու ասի, որ Արցախը Հայաստան։ Ընդդիմադիր պատգամավորներից ազգային ժողովում ներգրավված, որովհետև մեկ էլ կարող եք, այս երկու շաբթի վեր սկսելու եք պրոցեսները։ Կարող եք մոտենալ թիր 1 ամբիոնին ու ասել Արցախը Հայաստանը։ Այն արցախցի պատգամավորը Արեգան, կարող ես մոտենալ ու դա ասել հարգելիս։ Որովհետև եթե չմոտենաք ասեք, ըստ դադի վանքի քահանայի դուք հայ չեք։ Այսպես մոլորեցնում են ժողովրդին։ Դες մեկ բանն ասում սաղացեն, հա, բան, բայց ոչ մեկ չմտածի, պես մի րոպե, բա, դա ում է, էլ ում է վերաբերելի։ Բոլորին։ Այսպես այս թեմաները դարձյալ ակտիվանում են, բնականաբար ժամանակ առ ժամանակ կանդրադառնանք, ամեն անգամ ամբողջը չենք ասի, բայց պետք է անընդհատ հիշեցնել, որովհետև պետք է հասկանալ մի բան, որ այո, մենք էլ երբեմն ասած մեր մեջ սառվում է ինչ-որ թեմաներ եւ այլն, թեկուզ ժամանակավոր հետո ակտիվանում են այդ թեմաները, ուրեմն բաներ կա, որ պիտի մի քիչ հիշեցնենք, հետո նոր էլի մեկնաբանելով առաջ գնանք։ Եթե քանի որ օրը Կիրակի է, ժողովուրդ ջան, իսկ ես առաջարկում էի մինչև, ասենք, մնացածների միանալը, առաջարկում էի, որ փորձենք բան անենք, ինտերակտիվ շփում կազմակերպենք, Կիրակի օրերը, վերջին հատվածում ինտերակտիվ շփվենք, ու եթե ժամի հետ կապված էլ խնդիր չկա, նույն ժամին կշարունակենք։ Հիմա Վարուժ Մկրտչյան աշխուհս ընկավ, մի գրառում ես արել, ասում ես մեկնաբանեք, խնդրեմ, 44 օրյայի ժամանակ Փաշինյանը կարող էր հայտարարել Արցախի անկախությանը, կարծեմ լավ առիթ էր, ոնց որ Սերժ Սարգսյանն է զգուշացրել քարոզիա պատերազմում, եթե Ալիևը չկանգնեցներ պատերազմը։ Ես նոր ուզում եմ անդրադառնամ, մեկ էլ տակից մի հատ գոլիժիկու, այն իրանցին դոգական երկնեմ, Վարուժ ջան, ոչ չէր կարող, և Սերժն էլ չէր կարող, Սերժը երբ որ դա ասեց կճանաչենք անկախությունը Արցախի, Սերժի վզին տվին, ասի մտ խելոք մտի բունը թել է, միջազգային հանրությունից, չէր կարող, դա հնարավոր չի, որովհետև մինչև այդ պրոցեսներ է եղել, հասկանում եք, մինչև այդ եղել է պրոցեսներ, ու աշխարհը ոչ մեր կապրիզներով է շարժվում, ոչ Ադրբեջանի, ոչ Ռուսաստանի, ոչ աշխարհը շարժվում է, այդ ժամանակ դեռևս շարժվում էր ընդունված աշխարհակարգով, իհարկե այդտեղ է ուժերի դեմ թույլում եղավ, դա միշտ ամեն տեղ կա։
օրինակ Հարց Փաշինյանին, եթե 44 օրյայում հաղթեինք պատերազմը, դուք էլի ասելու եք նույն բանը, ոնց հիմա եք ասում, խնդրում եմ ձեր որ նույն բանը։ Վարուժ ջան, անես մեջտեղներից ես հարցեր տալիս, ցավը տանը։ Նես մեջտեղներից ես տալիս, դես, նախ այ հենց դրա համար էլ ամեն ինչ արված էր, դեռ մինչև Քարորյան, որ Հայաստանը չի հաղթելու այդ պատերազմը։ Չէր հաղթելու գոնե այն պարզ պատճառով, որ ոչ միայն Ադրբեջանի հետ կային ռազմական գործընկերներ տեղում, Պակիստանի, Իսրայելի, Թուրքիայի ներկայությամբ, այլ նաև այն պատճառով, որ դա երկու գերտերությունների, Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ օպերացիաներ Հարավային Կովկասում։ Հասկանում ես։ Բայց այդտեղ ուրիշ խնդիր կար։ Այդտեղ պետք էր հնարավորինս լավ կռվել, ու անձնազոհ ձևով կռվել, որպեսզի դիվանագիտական բլոկին տանք հնարավորություն հնարավորինս նպաստավոր պայմաններով հրադադարի գնացվեր։ Հասկանում ես։ Եվ մեր զինվորները արել են մաքսիմումը։ Մաքսիմումը ստացել այն ինչ ստացվել է։ Խոցել են մաքսիմում ձևով, ու ստացվել է այն ինչ որ ստացվել է։ Ես չեմ դերագնահատում մեր զորքի, չեմ էլ կարող անհնար է դերագնահատել։ Ես կարող եմ դերագնահատել ռազմական ղեկավարությանը, քաղաքական ղեկավարությանը բոլոր ժամանակներում, որովհետև գիտեին, որ հրադադար է ու պետք է պատրաստվել։ Բայց չէին պատրաստվել։ Բայց զորքին ես չեմ կարող, ասենք ով կա մեկը, որ կարող զորքի մասին բան ասի։ Մեր զորքը կռվել է 44 օր։ Գերտերությունները պլանավորել են 4 օր բլիցկրիգով վերցնեն։ Մեր զորքը պայել է 44 օր։ Հիմա անգամ եթե ինչ-որ բանով վերցնենք, որ հաղթել է, նախ պետք է հասկանանք ինչն է նշանակում հաղթանակ ու ինչն է նշանակում պարտություն։ Ես կարծում եմ, որ Արցախի պարտությունը բոլոր ժամանակների մեր դիվանագիտական աղքատ մտքի արդյունքն է։ Կամ ստարկամիտ մոտեցման արդյունքն է։ Հաղթանակը, ես չգիտեմ, հաղթանակը ոնց կարելի էր գրանցել, որ պարագայում կարող էինք ասել հաղթել ենք, ինչ պիտի տեղի ունենար, որ արձանագրվեր հաղթանակ ու այդ արձանագրումը աշխարհին ընկալելի իրավունքի տեսանկյունից միջազգային ընկալելի եւ ընդունելի լիներ։ Դա մենք պիտի Բաքվին շատ նեղը գցենք, բայց որպեսզի նման բան իրականացնես, քո բանակը չպիտի բարբարարվեր միայն պաշտպանական զինատեսակներով։ Այսինքն մեր զենք զինամթերքը ու մեր բանակի կոնֆիգուրացիան ցույց է տվել, որ մենք հարցակողական բաների չենք պատրաստվում։ Մենք անգամ, եթե ուզում ես իմանալ, բարձրապես ցավալիներն է, որ մենք աղքատ պատկերացում ունենք պատերազմների մասին, էլի։ Նա, եթե ուզում ես իմանալ, մեր բանակը երբեք հարվածային գունդ չի ունեցել։ Հարվածակ ճիշտ է զինվորն է հարձակում, բայց այդ հարվածային գունդը գործողություններ են իրականում խորթի կունքից հարվածներ թույլատնում են նոր բանակ առաջանում, հազար հատ բանակ տեղի ունենում, օդն է խփում մի հատ, բանը հրետանին աշխատում, բան հարվածային թիկունքում թշնամու գործողությունները իրականացնում, նոր միայն բանն է գնում, ասենք տեխնիկան ու զորքը։ Մենք չենք ունեցել մինչև 44 օրյա պատերազմը ու դրանից 1-2 տարի հետո։ Այդ ֆունկցիան 44 օրյա պատերազմում իրականացրել է մեր սպեցը, մեր ու Արցախի սպեցը։ Ասեմ, բավականին լավ են իրականացրել, բայց ամեն դեպքում իրանք այդ բանին պատրաստ չեն, հատուկ պատրաստվածություն է պահանջում։ Հիմա հարց, եթե դու բանակում 44 օրյա ռազմական գործողությունների ընթացքում հարվածային գունդ, քո զենքը միայն հարձակողական անպատրաստվածություն, հակաօդային պաշտպանության, կարելի ասել, անգոյություն, այս ամենի պարագայում, օդային ավիացիայի առումով
մրցունակ չես։ Մրցունակ չես։ Չունես, կարելի ասել։ Մենք ինչ էինք ակնկալում։ Սրանք հարցեր են, մեր զորքներ սովորա խրամատային վիճակի։ Դե եկեք այս հարցերին պատասխանենք։ Այնպես որ շատ նայեք, այսօր շատ կան ներկայանում են որպես բաներ, ռազմական գործիչներ։ Երկու բառ խոսում ես դառնում են քաղաքական։ Սակայն դու հետ արի ռազմական, ես ինքս չունեմ այդ ռազմական կրթությունը։ Ես ինքս շատ բան չեմ էլ հասկանում։ Ես սկսել եմ հասկանալ իմ փորձից, որը այդքան էլ հարուստ չի։ Ասենք 44-օրյա պատերազմն է ու դրանից հետո շատ բաներ լսելով, կարդալով, շատ սիրողական մակարդակի։ Բայց ես նաև հասկանում եմ, որ նրանք ովքեր ներկայանում են ռազմական գործիչներ, խոսում են ուրիշ բանից։ Շատ ուրիշ բանից, ու շատ թերի են աշխատում։ Հասարակությունը տեղյակ չի իրականում։ Չի հասնում տեղ, որովհետև իրանք ռազմական գործիչ չեն խոսում։ Իրանք խոսում են ներկայանում ռազմագետ, խոսում են քաղաքականությունից։ Գնաց տվեց իջավ հելար սս բաներից։ Թող դու գրիչ վերցնենք, վրա մի հատ անցնենք։ Այսօր դրոնային անես մի հատ պաշտպանություն ու նաև հարձակողական բաներ ջոկատներ ստացել Ուկրաինան, որ մի ամբողջ Ռուսաստանի կանգնացրել է սահմանը։ Իսկ մեր մոտ դրան ցիտիկ են ասել, իմիջայլոց։ Այսօր ձեռքի հետ ուսումնասիրում էի Իրան-Իրաք պատերազմը։ YouTube-ով լավ նյութեր կան, էլի այդպես, ռուսերենով են բայց։ Ուրեմն 85 թվին, 1985 թվին Իրանը առաջի իր արտադրությամբ առաջի բանը անօթաչու թռչող սարքն է կիրառել Իրաքի դեմ։ Իհարկե չի տվել այն էֆեկտը, ինչ որ ակնկալել են, որոշակի օգուտ տվել է։ Հետո են ավելի բան արել։ 85 թվին, 1985 թվին։ Մեր ռազմաքաղաքական ղեկավարության խելքը 2016 թվին բավարարում էր միայն նրան, որ իրանք ԱԹՍ-ին ասեին ցիտիկ։ Հասկանում եք։ Իսկ այս Firebird-ը, որ արդեն գործում է Հայաստանում, դուք տեսեք ինչ է դարձնելու Հայաստանը առնվազն հələ այդ առումով։ Ահա, մարդը գրել է Հարութ Աբրամյան 1965 թվին Գերմանիան է առաջին անգամ կիրառել։ Աշխարհում առաջին անգամ, հա, Հարութ ջան։ Ես բանն էի ասում, ոչ թե ասում եմ աշխարհում առաջինը, դու քո ասածը աշխարհում առաջին անգամ է։ Այդ տեխնոլոգիաները հայտնի են եղել արդեն 1940-ական թվերին։ Իսկ մեր ժողովուրդը 2016-ին է զարմացել ԱԹՍ-ներից։ Հետո ասել են լավ, մի զարմացեք, ցիտիկա է դա։ Նալա ցիտիկա շատ չեն զարմանում։ Մեկ էլ 2020-ին քթներից է եկել։ Իսկ 1985-ին Իրան-Իրաք պատերազմում առաջին անգամ օգտագործվել է Իրանի կողմից 1985-ին, այն պայմաններում, երբ որ էլի Իրանը ավերվել էր։ Այո, իրանական շահերները վերցված են գերմանական տեխնոլոգիաներից։ Շնորհակալություն Հարութ ջան, այս ինֆորմացիաների համար։ Շնորհակալություն։ Դե ինչ, հակենք թե շարունակենք, եթե կա զրուցելու թեմա, շարունակենք։ Մեր ընկերը գնաց երևի հարց էր տվել, ասես մի քիչ մենք ծավալ Վարուժ ջան, ստեղ եք դուք, հարց եք տվել, չհասկացանք, ինչ որ ձև օգտակար եղանք, չեղանք, որովհետև այդ հարցը հայով չեով, հարցերը հայով չեով պատասխանելու չէր էլի, ես մի քիչ ծավալվեցինք։ Լավ, թույլ տվեք այսքանով եզրափակել եթերը ժողովուրդ ջան, շնորհակալություն միանալու, ձեր կարծիքները հայտնելու համար,
Վաղերելի կհանդիպենք, ոնց հասկացած ժամի հետ օքեյ ենք, ինչ-որ բան պետք չի փոխել առայժմ, մնացածն էլ այս արձակուրդային շրջանն չգիտեմ ոնց ստացվել է էլի, այսօր բայց առաջարկում կիրակիները եկեք sense ինտերակտիվ դարձնենք, անում ենք կիրակի ինտերակտիվ եթեր ունենանք, դուք էլ պատրաստած ինչ-որ բաներ ունեցեք, քննարկենք բարձրացնենք, այսինքն եկեք արձանագրենք, որ կիրակի օրերը ինտերակտիվ շփումներ Չնայած sense tenants հիմնականից ինտերակտիվ շփում է, բայց կոնկրետ հարց ու պատասխաններով գնանք, էլի թեմաները դուք էլ առաջարկեք, որպեսզի միակողմանի չդառնա։ Շնորհակալություն, լավ եղեք, լավ կլինի, վաղը ազգային ժողովը կսկսի իր աշխատանքները, այնտեղ ոնց որ հենց շատ կան ելույթ ունեցողներ, չգիտեմ, Վարդևանյանի քվեարկությունը վաղը կլինի թե չէ, բայց այս քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը կոչ եմ անում լսել հանրության ձայնը ու Վարդևանյանին չքվեարկել, դեմ քվեարկել ուժեղ Հայաստանի ներկայացուցիչին դեմ քվեարկել, քանի դեռ նրանք չեն հասկացել, թե էլ ինչերի համար պետք է ներողություն խնդրեն։ Լավ եղեք, բարի գիշեր ցես։